Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պատգամավորից մինչև բարձր էշելոններ նրանք օր ու գիշեր հիմա էլ արևմտյան Ադրբեջան են թմբկահարում։ Ալիևը գրոհում է քարոզի բոլոր ուղղություններով։ Հայաստանի տարածքը արևմտյան Ադրբեջան են համարում ու մասնագետն ասում է, մինչև հայերը միամտաբար կարծում են, թե Բաքուն արևմտյան Ադրբեջան խոսույթը հորինել է հակակշռելու Արցախի հիմնահարցը, Ալիևն այն ակտիվ զարգացնում է։ Պատգամավորները ելույթներ են ունենում, գրառումներ անում, Բաքվի մեդիան էլ հիմա լցված է այս նարատիվով։ Անթաքույց են ներկայացնում իրենց ձգտումները Ռաշադանունով այս տղան ասում է, եթե Հայաստանում կարծում են, թե ադրբեջանական պահանջների կատարումը կհանգեցնի նրան, որ իրենք հրաժարվեն արևմտյան Ադրբեջան հայեցակարգից, ապա չարաչար սխալվում են։ Բաքուն требует восстановления прав сотен тысяч Բաքուն պահանջում է վերականգնել 100 հազարավոր ադրբեջանցիների իրավունքները, որոնք վտարվել են էթնիկ զտումների արդյունքում։ Երևանում հավանաբար հույս ունեն, որ եթե հասնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Բաքուն կհրաժարվի այդ պահանջից, իսկ փոխարեն Հայաստանը կհրաժարվի Մինսկի խմբի ծառայություններից։ Դրա մասին Հայաստանը թող նույնիսկ չի երազի։ Երազներում խաբվելով են իրենք թերևս այսպիսի պատկերավոր նկարագրություն անում վերագրում Հայաստանին։ Հայ մասնագետները դժգոհում են, երբ ադրբեջանական կողմն այս խոսույթն է զարգացնում, հայկական կողմից հակընդդեմ պահանջ կա արդյոք արցախայերի վերադարձի վերաբերյալ, մանավանդ երբ պնդում են, թե խաղաղության համաձայնագրի տեքստում ոչ մի միակողմանի զիջում չկա։ Նրանք ամբողջը միակողմանի արդեն ես իմ քանի հատ պահանջ եմ Հայաստանին ասել, որ Հայաստանը բավարարի։ Օրինակ, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ։ Էբա մենք օրինակ արցախցիների վերադարձ պահանջում ենք, կամ նրանք միակողմանի պահանջում են ապարազմականացում ու գրված զենքերի վերադարձ եւ այլն։ Մենք դա պահանջում ենք իրենցից կամ այդ խաղաղության պայմանագիրը ծածկելու է այդ հարցերը։ Ասենք Արցախին վերաբերող բոլոր կազմակերպությունները փակել, այսպես կոչված ֆաշիզմի տակ չգիտես ինչ պահանջներ են կեղծիքներով բացարձակ մանիպուլյացիան առաջ տանելու մենք ունենք չունենք դա մենք Ադրբեջանը թույլ կտա մենք իր հետ կնքվող պայմանագրի մեջ այդպես ինչ որ կետեր նախատեսենք իհարկե չէ 3 տարի է արևմտյան Ադրբեջան կոչված Skype-ն են գործարկել հեռուստաընկերություն ունեն ՀԿ-ներ են ակտիվ գործում ամբողջ հայկականը ադրբեջանական են ներկայացնում իբր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը իրենց պատմական հողն է Ալիևն ի դեպ այս թեզն ակտիվացրել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց 2022-ի դեկտեմբերի 24-ի իր ելույթով Եկեք միասին աշխատենք արևմտյան Ադրբեջան վերադառնալու ուղղությամբ։ Հիմա, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա մեր օրակարգային հարցն է։ Փորձում են Հայաստանի տարածքին այլ անվանում վերագրել, բայց ինքնին ծրագիրը դա քաղաքական զավթողական ծրագիր է, որը Ադրբեջանը առաջ է մղում։ Խորքային մի կոնցեպտ է մշակել, թե իբրև այդ տարածքը դարերով պատկանել է ադրբեջանցիներին, հայերը ապօրինաբար եկել են այս տարածք, ցեղասպանել են ադրբեջանցիներին, խլել են եւ հիմա իրենք ապագայում պետք է պայքարեն պատմական արդարության վերականգնման համար։ Իրենք արդեն խնդիրներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության գոյության համար, ցույց դնելով իրենց տարածքային նկատումներն ու զավթողական ծրագրերը։ Այս օրերին նրանց պաշտպանության նախարարությունն էլ ի դեպ ապատեղեկություն տարածելիս հաղորդագրություններում Հայաստանի տեղանունների այլ ադրբեջանական անուններ է կիրառում։ Մեր պետության տարածքն այլ անունով են կոչում։ Կեղծ պատմական արդարությունը, ցեղասպանություն, էթնիկ զտում կոնցեպտն են տիրաժավորում։ Անթաքույց հաստատում, որ իր խնդիրը միայն Արցախը չէր, նկրտումներ ունի նաև Հայաստանի նկատմամբ, ու դա անկեղծորեն ցուցադրում է զավթիչը։ Չի հիշում արդյոք, որ Ադրբեջանը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 27-ին, եւ որ Հայաստանի ամենատարեց տատիկը ավելի ալեհեր է, քան Ադրբեջանը։ Իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է։ Սա իմ քաղաքական դիրքորոշումն է։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ պետք է տարանջատել Հայաստանում սահմանադրական փոփոխությունները սահմանադրության մասով Ադրբեջանի պահանջներից։ Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրել է, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են դեռևս 2018 թվականից, եւ իր կարծիքով դրանք անհրաժեշտ են, քանի որ Հայաստանի Հանրապետության իրավակարգի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև առկա է օրգանական կապի խզում։ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության պայմանագիրը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։ Խաղաղության համաձայնագիրը շահավետ կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։ Թուրքիան աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Ղարաբաղում հաղթանակը դարձել է համերաշխության խորհրդանիշ ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլ նաեւ ողջ թուրքական աշխարհի համար, ասել է նա։
Շնորհակալություն եւ բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշմանը հայտարարությանը կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ։ Նաեւ ներկայացրել եմ գործընթացի վերջին զարգացումները։ Այս մասին Սլովենիայի փոխվարչապետ արտաքին եւ եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղասուլիսի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը։ Հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը կսկսի շոշափելի պտուղներ տալ։ Այդ դեպքում մենք իհարկե կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ օրինակ, հետեւաբար Մինսկի խմբի գոյությունը իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա եւ հակառակը կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում, ստորագրված համաձայնագրի պարագայում։ Միայն 2024-ի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները ավելի քան կրկնապատկվել են, ավելանալով 1.3 տրիլիոն դրամով։ Սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3.3 միլիարդ դոլար է։ Այսինքն հեղափոխությունից հետո միայն 2024-ին Հայաստանի պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 3.3 միլիարդ դոլար։ Այս մասին ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության 2021-ից 26 թվականների 24 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս։ Պետք է ընդգծել, որ ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությանը նախորդող տարիներին նույնպես Հայաստանի պետական բյուջեի եկամուտները աճ են ունեցել, եւ սա որևէ մեկը չի կարող ժխտել։ Ի տարբերություն Գյումրիի նախորդ ընտրությունների քաղաքացիական պայմանագիրը 2021 թվականի ընտրություններին զբաղեցրել էր երկրորդ տեղը, 2025 թվականին, այսինքն վերջին ընտրություններին ԿՊ-ն առաջին տեղում է իր հավաքած 36%-ով։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով վերջին թիմ ընտրությունների արդյունքներին եւ հարցին արդյոք 2026-ի ընտրություններին եւս պարտություն չեն կրի։ 2026 թվականին մենք կրկին փորձելու ենք անել հնարավորը, որպեսզի ստանանք հանրության մեծամասնության աջակցությունը։ 2026 թվականին ժողովուրդը ցույց կտա, թե ինքն ինչ է մտածում եւ ինչ է ուզում, ասել է Ռուբեն Ռուբինյանը։ Անպատասխան չի մնում Ալիևի հայտարարությունը, թե մեջբերում թքած ունի Եվրախորհրդի վրա։ Հենց նախագահին է արձագանքում ու ձևակերպում, որ Ալիևի հայտարարությունները հաստատում են վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությանը լիազորություններից զրկելու արդարացիությունը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը ջրի երես է հանում Ալիևի այն սուտը, թե Եվրոպայի խորհուրդը որոշել է վիճարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները Լեռնային Ղարաբաղի ու կռվի պատճառով, որում հաղթել է իր երկիրը։ Սա բացարձակ կեղծիք է, քանի որ մենք խնդրել էինք Ադրբեջանի իշխանություններին առաջին հերթին թույլտվություն տալ, որպեսզի մեր զեկուցողները մեկնեն Լաչինի Միջանցք, Լեռնային Ղարաբաղ։ Հետո մենք անընդհատ թույլտվություն էինք խնդրում, որպեսզի մեր դիտորդները դիտարկեն երկրում ընտրությունները։ Մենք նաև թույլտվություն խնդրեցինք, որպեսզի զեկուցողները այցելեն Ալիևի քաղաքական հակառակորդներին, որոնք բանտում են։ Ալիևը, ինչպես գիտեք, հնարավորություն ունի իր քաղաքական հակառակորդներին բանտարկել, շարունակում է պատմել ԵԽԽՎ նախագահը, թե ինչպես 2 տարի առաջ Ադրբեջանը սկզբունքայինորեն հրաժարվել է հարգել մարդու իրավունքներն ու ի վերջո վեհաժողովը արդարացիորեն որոշեց չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Պաշտոնյայի խոսքից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի վերադարձը դեպի ԵԽԽՎ անժամանակ երկարաձգվում է։ Նախարարների կոմիտեն պետք է որոշի, ասում է Ռուսոպուլոսը, ու թունդ ընդգծում վեհաժողովի անդամ երկրներից ոչ մեկը չի կարող ասել՝ ես չեմ հարգում կանոնները։ Ես մեծ ջանքեր եմ գործադրել ադրբեջանցիներին հետ բերելու համար, խոսել եմ օրենքի գերակայությունը հարգելու, ժողովրդավարական ընթացակարգերի եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Նրանք դա չարեցին։ Սկզբում պատասխանեցին, որ միջոցներ են ձեռնարկելու, ինչը մենք այդպես էլ չտեսանք։ Նրանք ազատ են արձակել մեկ կալանավորի, իսկ հետո կալանավորել են ուրիշների։ Այնպես որ վեհաժողովը կատարել է իր աշխատանքը եւ միանգամայն պարզ է, որ վեհաժողովն արդարացիորեն չի վավերացրել պատվիրակության լիազորությունները եւ դա այսօր հաստատվում է Ալիևի այս հայտարարություններով։ Մենք չենք ափսոսում եւ կարծում ենք, որ ճիշտ ենք վարվել։ Հենց Ալիևի սրտի ուզածն է հրաժարվել բոլոր միջազգային կառույցներից, որոնք ավելորդ աչքեր ու ականջներ կարող են լինել, ու արձանագրել 21-րդ դարում ավելի խորացող բռնապետական բարքերը։ Կարծում եմ Ադրբեջանը դիտավորյալ հարաբերությունները բացառացրած ԵԽՎ-ի եւ եվրոպական այլ կառույցների հետ, որովհետեւ Ալիևը օր-օրի ավելի է խորացնում բռնապետական ռեժիմը եւ դրսից
օտարերկրյա ժողովրդավարական հաստատությունների մուտքը Ադրբեջան եւս մեկ գլխացավանք է լինելու նրա համար։ Բացի դրանից տեսնում ենք, որ Ալիևը հայտարարեց, որ այլևս մի այդ որոշումները չեն կատարելու եւ պետք է ասեմ, որ Ադրբեջանը մի այդ որոշումների արդյունքում եվրոպական դատարանի որոշումների չկատարման երկրների ցանկում առաջատար երրակում է։ Ալիևը կարծում է, թե Եվրոպային գազ մատակարարելով կախվածության մեջ է պահում հենց Եվրոպային։ Հիմա փորձում է, այսպես ասած, կախվածությունները վերացնել։ Իհարկե ընդհանուր Եվրոպայի հետ Եվրամիության հետ կփորձի կապեր պահպանել, որովհետև հզոր ուժային բևեռը եւ Վրաստանի նման չի գնա ամբողջական կապերի խզման։ Պարզապես նա այն հարցերը, որոնք վերաբերում են մարդու դրանքներին եւ ժողովրդավարությանը, այդ մասով Եվրոպայի արժեվ իր դռները փակում է։ Իսկ տնտեսության, առևտրային հարաբերությունների եւ այլնի մասով նա կշարունակի բնականաբար Եվրոպայի այդ հարաբերությունների պահպանում։ Ուղղակի ցավոք սրտի Եվրամիությունում վճռական չեն։ Փորձագետն ասում է, եթե եվրոպական կողմը գործի դնի ավելի կոշտ մեթոդներ ու Ադրբեջանի նման ավտորիտար երկրի դեպքում վարի ավելի կտրուկ քաղաքականություն, ապա կարող է զսպված պահել Ալիևին, բայց բյուրոկրատիան ավելի զորեղ է։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան տրամադրված է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուն։ Նրա խոսքով Ռուսաստանի Դաշնությունը ցավում է, որ Թբիլիսին երկխոսության վերականգնումը կապում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ իր դիրքորոշման հետ։ 2008 թվականի օգոստոսին ընդունված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնիշխանությունն ու անկախությունը ճանաչելու Ռուսաստանի Դաշնության որոշումը վերանայման ենթակա չէ, սակայն մենք պատրաստ ենք շարունակել համակողմանիորեն զարգացնել Շահավետ համագործակցությունը Վրաստանի հետ, ասել է Գալուզինը։ Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի Երևանի ԵԱՏՄ գծով գործընկերների հետ ունեցած տնտեսական հարաբերությունների վերանայմանը։ Սա հավանաբար բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում Հայաստանի բնակչության համար։ Դրամաբանական է ենթադրել, որ երկրի ղեկավարությունն իր բնակչությանը կբացատրի, թե ինչ կարող է կորցնել ԵԱՏՄ-ից դուրս գալով եւ իրականում ինչ կարող է շահել Եվրամիության անդամակցությունից։ Ուկրաինայի հյուսիսում գտնվող Սումի քաղաքի կենտրոնում ռուսական բալիստիկ հրթիռների հարվածի հետևանքով զոհվել է 34 մարդ, վիրավորվել 117-ը։ Ուկրաինայի իշխանությունների հաղորդմամբ սա այս տարվա ամենամահաբեր հարվածն էր։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պահանջել է կոշտ միջազգային արձագանք, նշելով, որ սա տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի պատերազմն արագ ավարտելու մղումների ֆոնին։ Միացյալ Թագավորության, Գերմանիայի եւ Իտալիայի ղեկավարները դատապարտել են հարձակումը։ Թրամփը խոսելով ռուսական հարվածի մասին այն անվանել է սարսափելի։ Զելենսկին սոցիալական մեդիայում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են զոհվածների մարմիններ քաղաքի փողոցում ավերված ավտոբուսի եւ այրված մեքենաների մոտ։ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնել է, որ կարգելի Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողների ընդունել, եթե նա չհամաձայնի կառավարության պահանջներին, որոնք նրան արտաքին քաղաքական վերահսկողության կենթարկեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ զայրացած է, որ լեգենդար համալսարանը, որը տվել է 162 Նոբելյան դափնեկիր, մերժել է ընդունելության, աշխատանքի ընդունման եւ քաղաքական հայացքների նկատմամբ վերահսկողության ենթարկվելու նրա խնդրանքը, հայտնել են լրատվամիջոցները։ Եվ եթե Հարվարդը չկարողանա ցույց տալ, որ լիովին համապատասխանում է հաշվետվությունների պահանջներին, համալսարանը կկորցնի միջազգային ուսանողներ ընդունելու իր արտոնությունը, ասել է նա։ Հայտնաբերվել է Հայաստան ներկրված շուրջ 85 կիլոգրամ հաշիշ տեսակի թմրամիջոց։ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ՎՀ-ն ձերբակալվել է։ Ագարակ մաքսային անցման կետում ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկվել Իրանից ժամանած քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան եւ կցորդը։ Կցորդի հատակի հատվածում հայտնաբերվել է գաղտնարան, ուր տեղադրված է եղել ավելի քան 85 կիլոգրամ կշռող 112 փաթեթ լցված հաշիշով, հայտնել են Պեկից։ Առանց վարորդական իրավունքի երթևեկել այսուհետ առավել խիստ վերահսկողություն է ստանալու, ով երբևէ չի ունեցել վարորդական վկայական եւ վարում է մեքենա կտուգանվի 200,000 դրամով։ Ներքին գործերի նախարարությունն է առաջարկում նախագիծը։ Որոշակի ացումը բարձրացնելու է օրենսգիրքով նախատեսված հոդվածներով վարչարարության ճշգրիտ իրականացմանը եւ բնականաբար այս ամենը ազդելու է իրավախախտումների կանխարգելմանը, ինչպես նաեւ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բարձրացմանը։
ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանը կողմ է նախագծին, բայց շեշտում է, առանց վարորդական իրավունքի երթևեկելու պատճառներից մեկն էլ այն է, որ վկայական ստանալը իրենից ենթադրում է մեծ հերթեր, ու շատ են դեպքերը, երբ գրանցվելուց 3-4 ամիս հետո է հասնում քննության օրը, ու դեռ հարց է, թե քանի անգամ կկտրվեն քննությունից։ Մեքենա վարելը հնարավոր է տվյալ վարորդի համար օրվա ապրուստը հոգալու միակ միջոցն է, ուստի գնում են իրավախախտման։ Պատգամավորի խոսքով պետք է մեխանիզմ ստեղծել հերթերի հարցը կարգավորելու համար։ Լինում են դեպքեր, երբ քաղաքացի 17 հարցի են պատասխանում ու չեն կարողանում անմիջապես եւս մեկ անգամ փորձել ու շատ մեծ հավանականությամբ, եթե երկրորդ անգամ փորձեն, դրանք կստանան արդեն քննությունը բավարար գնահատական կստանան, որպեսզի մեխանիզմ ներդրվի, քաղաքացին կարողանա եւս 3000 դրամ տերմինալով վճարում կատարի ու եւս մեկ անգամ մտնի տեսական քննության։ Անդրանիկ Քոչարյանը միջազգային փորձն է օրինակ բերում, կարծում է, այս դեպքում 3000 դրամ քննության մուտքի վճարը քիչ է։ Քաղաքացիները մտածում են, որ ընդհանրապես 3000 դրամ պետք է վճարեն ու չեն խուսափում անպատրաստ մոտենալ տեսական քննությանն ու բազմաթիվ անգամներ կտրվել։ Օրակարգային հաջորդ հարցով քննարկվում էր բանակի, կորպուսի ու շտաբի սերժանտի պաշտոններ ու այդ պաշտոններին համապատասխան վարձատրություններ սահմանելու հարցը։ Այս դեպքում էլ նախարարությունն ուսումնասիրել է արևմտյան ու արևելյան երկրների սերժանտական համակարգի փորձը։ Ամեն առաջ խաղացումից առաջ իրենք պետք է տվյալ պաշտոնին համապատասխան կրթություն ստանան եւ դրանից հետո նոր կարողանան իրենք անձնակազմի հետ աշխատանք իրականացնել։ Օրակարգային երկու հարցերն էլ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացան։ Հարցերը կքննարկվեն նաեւ հետագա նիստի ընթացքում։ Համընդհանուր հայտարարագրման համակարգը չի չեղարկվի, կողմ 27 դեմ 59 մեկ ձեռնպատ ձայներով Հայաստանի ազգային ժողովը մերժեց Հայաստան խմբակցության նախագիծը։ Նշենք, որ Հայաստանի կառավարությունը մարտի 13-ի նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր տվել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին։ Կա վարորդ, որ ճանապարհատրանսպորտային խնդիր չի ունեցել, ցավոք գրեթե ոչ։ Ապահովագրական ընկերությունը վերանորոգի թե վճարի նորոգման համար։ Ճանապարհատրանսպորտայինների թիվը նվազեցնելու եւ կանխարգելելու առաջարկների փաթեթը քննարկեցին, լսեցին խորհրդարանում։ Առաջարկներից մեկն էլ վերաբերում է վերանորոգմանը, ինչն ըստ մասնագետների հնարավորություն կտա խուսափել շատերին հայտնի իրավիճակներից, երբ որ վնասված մեքենայով շարունակում են երթևեկել, դառնալով լրացուցիչ վտանգի պատճառ։ Սա կնշանակի մարդու իրավունքների կոպիտ խախտում, ասում է Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահը։ Ավտովերանորոգումը դա ծառայություն է, որը ունի որակ։ Եվ ձեզ որևէ մեկը եւ ինձ չի կարող ստիպել, որ ես իմ ունեցվածքը, իմ գույքը վստահ եմ ինչ-որ մեկին, որ տանեն վերանորոգեն։ Իսկ եթե դուք չեք վստահում, օրինակ, այդ կազմակերպությանը, որ վերանորոգելու է ձեր մեքենան, ոչ միայն որակի առումով սպասարկման, այլ նաեւ, որ այսօր լավ գիտենք ինչ է կատարում ավտոտեսպասարկման կենտրոններից մեծ մասում, երբ որ մեքենաների վրայից նորմալ դետալները հանում են, փոխարինում են հին հնամաշ դետալներով։ Գումարով ապահովագրական հատուցումը ստանալու փոխարեն մեքենան նորոգելու հնարավորությունն այսօր էլ են տալիս, բայց մարդիկ դրանից չեն օգտվում, հիշեցնում է Սահակյանը։ Ինչ վերաբերում է վնասված վիճակում մեքենան շահագործելուն, իր կարծիքով նման դեպքերը չեն կարող շատ լինել։ Փոքր վնասներն էլ վթարների պատճառ դառնալ չեն կարող։ Հիմա իրանք դրանով իսկ սարքելու են մի հատ մեծ խոհանոց, որտեղ ինչ ասես ինչի հետ եփելու են։ Մարդիկ ընկնելու են կրակը դրանց ձեռքը, առանց այդ ժամկետների խնդիրները հələ չեմ էլ ասում, հա, որ իրանք մինչև այդ գումարները հատուցում են մարդկանց քթից բերում են, հիմա պատկերացրեք, որ մեքենայի վերանորոգում։ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղազարյանն էլ համաձայնում է, որ մեծամասամբ նախընտրում են գումարով հատուցում ստանալ։ Պարզաբանեցին, որ նախագիծը քննարկվում է, քանի որ շատերը կեղծ վթարներ են բեմադրում, գումարներ շորթում ապահովագրական ծառայությունից, մեքենան էլ չեն նորոգում։ Լավագույն դեպքում էլ կիսատ են նորոգում, որ գումար մնա իրենց։ Ինչ վերաբերում է սեփական գույքը անհայտ մասնագետին չվստահելուն, պաշտոնյան ասում է, որ կարող են նորոգել իրենց ցանկացած մասնագետի մոտ, բայց այդ դեպքում վերահսկողությունն իրենք կիրականացնեն։ Եթե մենք գնում ենք համատարած վերանորոգման ճանապարհով, որը որ գնացել են շատ երկրներում, այդ դեպքում բնականաբար այդ շրջանակը ընդլայնվելու է, շատ ընդլայնվելու է, ոչ թե մնալու է միայն այդ վերանորոգող կազմակերպությունները որ կան, այլ բնականաբար բազմաքանակ անգամ ընդլայնվելու է այդ շրջանակները, հետեւաբար այդ խնդիրը, որ իրանք այդ ձեր առաջարկածը չեն ուզում, այլ
այդ ուզում զգալիորեն մեղմանալի է։ Եղազարյանն ասում է, նախագիծը դեռ քննարկման փուլում է, ընտրությունների գործընթացի մեջ են, բանակցում են կազմակերպությունների հետ, հասկանալու, որ ընկերությունների հետ պիտի գործակցեն։ Ընտրությունը հիմա ավելի է բարդացել, մեծ քանակությամբ էլեկտրական շարժիչով մեքենաներ են ներմուծվել եւ պատշաճ նորոգող ընկերություններ են պետք։ Ապրիլի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում քրեական եւ համայնքային ոստիկանները ԱՄՆ դեսպանատան հետնամասում գտնվող Երևանյան լճում տղամարդու դի են հայտնաբերել։ Փրկարարչարայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են դուրս բերել դին ու մոտեցրել ափին։ Իրավապահներն էլ պարզել են, որ մահացածը Երևանի 53-ամյա բնակիչ Վաչագանսն է։ Նրան ապրիլի 11-ից էին հարազատներն, ընկերներն ու ոստիկանության շենգավիթի բաժնի ծառայողները որոնում։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական վարչության պետը, սպանությունների բաժնի պետը քրեական ոստիկանության, տեղում են նաև ոստիկանության շենգավիթի բաժնի ծառայողներն ու բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի բարեկները։ Ապրիլի 17-ին 26-ամյա Արթուրը Նիսանով Նալբանդյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարն ու հետիոտնի համար նախատեսված վայրը, հայտնվել ՆԳՆ գլխավոր մուտքի մոտ տեղադրված իրավակարգի զինվորի հուշաքարի մոտ կոտրելով ներքին գործերի նախարարի տեղադրած ծաղկեպսակն ու հայտնվել գազոնում։ Ժամանել են Փրկարարչարայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ճշտվում է։ Ապրիլի 16-ին Երևան Քոչար փողոցում բախվել են 26-ամյա Էմիլի Տոյոտա Քեմրին եւ 33-ամյա Ռազմիկի Մերսեդեսը։ Երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում։ Ժամանել են Փրկարարչարայության Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Վարորդները եղել են սթափ։ Ըստ քաղաքացիների օպերատիվ է գործել նաև շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Ապրիլի 16-ին Քասախ բնակավայրի վարչական տարածքում բախվել են 28-ամյա Նարեկի BMW-ն եւ 65-ամյա Սարգիսի Mitsubishi Pajero-ն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Երկու մեքենաներն էլ հայտնվել են ճանապարհի մեջտեղում, իսկ առջևի անվադողերը կոտրվել էին։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դարձյալ ապրիլի 16-ին Բագրատունյաց փողոցի թիվ 87 կոտրակ 2 հասցեի մոտ մեքենա է այրվել։ Opel Astra-ում առաջացած կրակի դեմ պայքարել են 62-ամյա վարորդն ու քաղաքացիները։ Հետո արդեն Երևանի թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջներն են մարել կրակը, սակայն մեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Վարորդին տեղում բուժօգնություն են ցուցաբերել շտապօգնության բժիշկները, որից հետո տեղափոխել այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Էջմիածնի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակում էլ ապրիլի 16-ին հրդեհ է բռնկվել։ Սկզբում տանտերերն ու քաղաքացիներն են պայքարել կրակի դեմ, հետո Վաղաշապատի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջներն են մարել կրակը։ Պարզվել է նաև, որ այրվել է ներսում կայանված Chevrolet Volt-ը եւ գույքը, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Հրդեհի պատճառը պարզվում է։ Եվ ապրիլի 15-ին կրակոցներ են հնչել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասում գտնվող Հավաքյան փողոցում գործող ռեստորանի տարածքում։ 34-ամյա Մեխակ Թադևոսյանն իր անվամբ հաշտվարված Սայգա տեսակի հրազենով Mercedes Maybach-ից անհասցե կրակոցներ է արձակել։ Դրանից հետո դիմել է փախուստի։ Ժամանել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալները, Կոտայքի մարզի քրեական վարչության պետը։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ եւ ձերբակալվել է քննիչի որոշմամբ Գանձակ օբյեկտի տերը։ Փոսարատ այս ճանապարհը դեպի Արին Բերդ է տանում։ Մոտ 2 կիլոմետրանոց ճանապարհահատվածում փոսերն այնքան շատ են, որ վարորդները հաճախ չեն կողմնորոշվում, որ մեկից ավելի լավ կլինի խույս տալ։ Սկսում են երթևեկել հանդիպակաց։ Փոսերը չէ։ Նայ փոսերը որ մեկից փախցնի։ Սովետական ժամանակները ֆիգուրնիկ արտանյակա, Հա։
Զայրացած վարորդների խոսքով ամեն օր տասնյակ մեքենաներ են այդ հատվածում վնասվում, վիճակը կրիտիկական է դառնում անձրևների ժամանակ, հսկա փոսերը ջրով են լցվում, սա քիչ է, գիշերային ժամերին էլ արտաքին լուսավորություն չի լինում։ Քանակ եմ սկոդրե ավտոտ։ Երկու Վարորդները արդարացիորեն ասում են նաև, որ եթե վճարումները կատարում են գույքահարկ, ավտոմեքենայի տեղ տեխնիկական զննության համար վճարումները կատարում են, դրա փոխարեն իշխանությունները ոչ մի միջոց չեն ձեռնարկում, որպեսզի վերջապես այս տարածքը ասֆալտապատեն։ Քաղաքային իշխանությանն են դիմում մասնավորապես Տիգրան Ավինյանին կոչ անում ընտրությունների քարոզարշավի ընթացքում հնչեցրած մտքերին տեր կանգնել, լինել քաղաքացիների կողքին ու իրենց բարձրացրած հարցերին լուծում տալ։ Այս դեպքում այդ հատվածը կարճ ժամանակում ասֆալտել։ Կինոն ի կատարածեց մարդկանցից յուրաքանչյուրի թաքուն երազանքները։ 130 տարի առաջ Փարիզյան Grand Cafe-ում Լյումիեր եղբայրների հռչակավոր գնացքից ահաբեկված հանդիսատեսը հազիվ էր ուշքի եկել, երբ աննախադեպ նորույթը քաղաքից եկավ հեռավոր բնակավայրեր։ Մարդիկ իրար ականջի փսփսացին, ասում են շարժվող լուսանկարներ ենք տեսնելու։ Հրաշքի սկսվելուն պես շատերին թված երազ է, կինոն ոչ միայն պատմություն է, այլև ուղի ժառանգությունը ճանաչելու եւ տարածելու, իսկ հայկական կինոյի օրը 102-րդ անգամ նշելը իսկական իրադարձություն։ Միջոցառումն անցկացվեց Հայաստանի Կինոգործիչների միության կազմակերպած պրոֆեսիոնալ գիլդիաների երկրորդ մրցանակաբաշխության շրջանակում։ Սա մեր երազանքներ, որպեսզի Հայաստանում ստեղծվեն պրոֆեսիոնալ կինոգիլդիաներ։ Սա ընդունված ուրեմն գործունեության ձև է կինոյի աշխարհում, որպեսզի կարողանան կինոյի գիլդիաների միջոցով կարգավորեն բոլոր այն խաղի կանոնները, այսպես ասած, որ գոյություն ունի կինոյի աշխարհում։ Հայ կինոյի օրվա կապակցությամբ մի շարք կինոգործիչներ եւ ոլորտի աշխատակիցներ պարգևատրվեցին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից։ Կառավարության որոշմամբ նախորդ շաբաթ հաստատվել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը, որն ըստ նախարարի նոր տեմպ է տալու կինոարտադրությանը։ Դա այսպես կոչված հարգի մրցանակաբաշխությունն է, որովհետեւ պրոֆեսիոնալների մրցանակաբաշխությունը եւ իրենք են որոշում իրենց մեջ ով է ամենալավը, եթե այդպես ասենք։ Եվ ֆիլմերը ներկայացրել են, դիտել են հանձնաժողովները, ժյուրիները, ամեն գիլդիա իր կանոնակարգով եւ իր որոշման ձևով։ Մեդալի հակառակ կողմը ֆիլմն առաջատար դարձավ ստանալով 4 մրցանակ։ Հայաստանի կինոյի հիմնադրամի հատկացրած 40 միլիոն դրամ աջակցությունն ամբողջովին վերադարձվել է բյուջե կինոպատումի վաստակի շնորհիվ։ Ես միշտ ասում եմ, որ եթե ես տղամարդ լինեի, կծառայի հայկական բանակում, բայց քանի որ կին եմ, ուրախ եմ, որ այս կերպով եմ կարողանում ծառայել իմ երկրին։ Առհասարակ ես առաջնորդվում եմ մի փիլիսոփայությամբ, որ մի հարցրու երկրիդ ինչ կարող է երկիրը անել քեզ համար, հարցրու դու ինչ կարող ես անել երկրիդ համար եւ կարծում եմ մեր թիմի համար սա մեծագույն հաջողություն էր, որ ֆիլմը բացի սիրվելուց նաեւ ֆինանսական հաջողություն գրանցեց եւ մենք կարողացանք այդ ամբողջ գումարը յետ վերադարձնել մեր պետությանը։ Գլխավոր հերոսուհին, որը նաեւ ֆիլմի պրոդյուսերն է, ռեժիսորն ու սցենարիստը, ասում է, վերջին 7 ամիսների ընթացքում ֆիլմը ցուցադրվել է նաեւ Հայաստանից դուրս, նվաճելով բազմաթիվ մրցանակներ։